Շնորհակալություն, երբ որ սկզբնական շրջանում այս նախագիծը դեռ մի քանի տարի առաջ ընդունվում էր, դեռ այդ ժամանակ զորքերում, հատկապես պայմանագրային անձնակազմի մոտ, պայմանագրային ծառայողների մոտ բազմաթիվ հարցեր կար, որոնց մի մասը օբյեկտիվ էր, սուբյեկտիվ էր, միգուցե մի մասը էմոցիոնալ էր, բայց մարդիկ հարցնում էին, թե ոնց է լինում, երբ որ պայմանագրային ծառայության այս խմբի համար հնարավորություն կա պատվովճարներ դնել, այսինքն 5 տարվա ծառայությունից հետո 5 միլիոն դրամի չափով, պլյուս ընթացիկ աշխատավարձ, իսկ սովորական, այսպես կոչված ավանդական խմբի համար դա այդ հնարավորություն չկա։ Այդ ժամանակ մենք իհարկե կողմ էինք այդ նախագծին, հասկանալով, որ նոր ինստիտուտ է ներդրվում եւ դրա կարեւորությունը կար։ Հատկապես դրա փորձառությունը կար դեռևս 17 թվականին ներդրված ESM ծրագրով, որը հետագայում փոփոխության էր ենթարկվել։ Սակայն հիմա, երբ որ մենք խոսում ենք դրա հաջորդ փուլի մասին, այսինքն 5 տարի պայմանագրի լրանալուց հետո եւս 2 տարի կամ 5 տարի պայմանագիր ստորագրելու մասին, ապա նույն խմբի մոտ շատ ավելի օբյեկտիվ հարցեր է առաջանում, թե ինչպես է լինում, որ մարդը, որ ավանդական այդ պայմանագրային ծառայության է դիմում, այսպես կոչված, պարտադիր ժամկետային ծառայությունը ավարտելուց հետո 3 տարվա պայմանագիր է ստորագրում, հետագայում այն լրացնում է 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ, շատերը 18-20 տարվա ծառայողներ են, այսինքն 5, 6 կամ 7 անգամ միգուցե դա երկարացել են, եւ դա որևէ պատվովճար այստեղ չի ենթադրում։ Դրա համար անհավասար պայմաններ է ստեղծում, իրականում անարդար է, երբ որ մենք պայմանագրային ծառայության մի տարատեսակը այսքան մեծ խրախուսում ենք, ինչը ես ընդհանրապես կարևոր եմ համարում, բայց մյուս կողմից պայմանագրային ծառայության մյուս տեսակում, երբ որ մարդիկ տարիներով անընդհատ պայմանագրեր են երկարացնում, նրանց սպասող այս հնարավորություն չկա, եւ ես կարծում եմ, եթե ոչ այս փուլում, ապա առաջիկա ժամանակահատվածում պայմանագրային ծառայության մյուս տարատեսակների համար եւս այս հանգամանքը պետք է հաշվի առնել եւ անպայման այս հարցը կարգավոր է։ Շնորհակալություն։ Գեգամ Մանուկյան համեցեք։ Շնորհակալություն։ Իհարկե շատ ուրախալի է լսել թվեր 700,000, 800,000, այո, զինվորականը շատ բարձր պետք է վարձատրվի։ Բայց այդ վարձատրության եւ ատեստացիայի ինստիտուտի ներդրման ժամանակ էլ ի սկզբանե այն բոլոր մեր մտահոգությունները, որ կային, ստեղծվելիք անհավասարությունները չեն փարատվել, դեռ ավելի են խորանում, որովհետեւ զինված ուժերում ստեղծում է լրիվ շարունակելով Տիգրան Աբրահամյանի խոսքը, լրիվ անհավասար պայմաններ։ Հիմա դիցուկ այսօրվա քննարկում ազգային ժողովում լսող օրինակ թիկունքային ծառայության շատ զինծառայողներ, որոնց ատեստացիայի դեռ հերթը չի հասել, ստանում են շատ ավելի նվազ աշխատավարձ, քան ատեստացիացած կամ պատվիրում ծրագրում։ Լսում են շատ պայմանագրային ծառայողներ, տարիներով մարտական հերթապահություն իրականացրած, որոնք եւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով ատեստացիայի այն անհրաժեշտ շեմը չեն կարողացել հարթարել, բայց գլուխը կախ, չարքաշ կյանքով շարունակում են ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության։ Եվ այստեղ է ամբողջ խնդիրը ատեստացիայով աշխատավարձի լոկ բարձրացում, թե համատարած աշխատավարձի, բազային աշխատավարձի բարձրացում, որը հնարավորություն կտա շատ ավելի արժանապատիվ ծառայություն իրականացնել։ Իրականում, պարոն Պապիկյան, այս անհավասարությունը զինված ուժերում շատ նմանվում է, օրերս դուք նոր մոդուլային զորամաս եք բացել, աչքովս ընկավ շարք կազմած բարձրաստիճան զինվորականների բատինկաները։ Հրամանը տվել եք, որ սպիտակ բատինկաներ պետք է հագնեն, բայց որտեղից այդ բատինկաները ով որ խանութից կարողանում է գտնել։ Եվ եթե նայեք լուսանկարները, Արամը Թորոսյան ձեզ տա, կտեսնեք, որ 4-5 սպա, բարձր սպա կանգնած է, ամեն մեկի հագին տարբեր բատինկա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Վահագն Ալեքսանյան։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ։ Ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Պաշտպանության նախարարությանը այն կատարված ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում են տեսնել։ Մասնավորապես վերջին մի քանի օրը
մեր քաղաքացիների շրջանում լուրջ քննարկման առիթ են դարձել Պաշտպանության նախարարության եւ նախարարի հրապարակած երկու տեսանյութեր, այսինքն արդեն երևի 3 տեսանյութեր, մեկում երևում է Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկան եւ Հայաստանում արտադրվող զինտեխնիկան եւ արդեն երեկվանից էլ լրջագույն քննարկման առարկա է այն պաշտպանական ամրաշինական կառույցները, որոնք որ կան Հայաստանի սահմանային երկայնքով։ Սիրելի քաղաքացիներ, եթե դեռ չեք հասցրել, անպայման խնդրում եմ դիտեք այդ տեսանյութերը ու տեսեք, թե ինչ է կարելի կառուցել երկրի պաշտպանության համար, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, եթե քո մտածմունքը հենց երկիրդ պաշտպանելն է եւ ոչ թե երկրի պաշտպանության հաշվին հարստանալը ու Սևանի կամ Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերում ասաբնյակներ գցելը։ Ասաբնյակները պետք է լինեն մեր զինվորների համար ու բարի ոչ հարմարավետ, այլ պաշտպանունակ ու ամուր իմաստով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Արման Եղոյան, համեցեք։ Նաև պարոն Ալեքսանյան, պարոն Պապիկյանը պետք է նաև շնորհակալություն ասել այն դրոնների, որոնք որ ԱՄՆ-ի փոխնախագահի այցելության ժամանակ ներկայացվեց, դա նույնպես պաշտպանության նախարարի եւ պաշտպանության նախարարության աշխատանքի շնորհիվ է նաև։ Շնորհակալություն ենք հայտնում, պարոն Պապիկյան, պարոն Եղոյան, համեցեք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Քննարկում ենք շատ կարևոր օրենքի նախագիծ, որը մեկ այլ շատ կարևոր նախագծի լրացում է, որի շնորհիվ մենք պարոն Պապիկյանի հետ այս դեկտեմբերին էինք դիրքերում, հանդիպեցինք, զրուցեցինք բազմաթիվ զինվորականների հետ, եւ ես պիտի ասեմ, որ անկեղծորեն տպավորված էի։ Տեսեք, խոսում եք անհավասարությունից, ով էր Գեղամ Մանուկյան, մյուսները, այսօր ատեստավորումից 4 ստացած, այսինքն միջին գնահատական ստացած, ոչ շատ բարձր գնահատական, ոչ ցածր, այլ միջին գնահատական ստացած պայմանագրային զինծառայողը ստանում է, շփվել եմ հետները, իրենցից եմ իմացել, հարգված 620,000 դրամ աշխատավարձ։ Ես ուզում եմ ասել, որ դա ավելի շատ է, քան պատգամավորի աշխատավարձը։ Պատգամավորինը 600, նայած կենսաթոշակային պահում կա թե չկա, 600, 610, 590, նայած ում մասին է խոսքը։ Հա, այդքան է, պարոն Մինասյան։ Դրան գումարած, մեր ֆրակցիայի։ Մինասյանը բացակայում է նիստերից, դրա համար քիչ է ստանում, չգիտի։ Դրան գումարած, պարոն Մինասյան։ Այ որ բոլոր նիստերին գաք շատ կլինի։ Խնդրեմ։ Հա։ Դրան գումարած, պարոն Մինասյան, հատկապես մասնավորապես մեր ֆրակցիայի պատգամավորները, ձեր ֆրակցիայի ղեկավարի նման տուն չունեն եւ ինձ թվում է երբեք չեն էլ ունենա։ Փոխարենը շատ մեծ կապ ունի։ Փոխարենը 3 եւ առաջին օրը ձեր բազմաթիվ հորդորներից հետո պաշտպանության նախարարը դրեց մեր պետության դղյակների տեսա նկարահանումները պաշտպանական ամրությունների, են որ ասում եք ուրա պետական պարտքը որտեղից է աճել, հələ Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի բռնագանձումը հələ տեղի չի ունեցել, որ այդ փողով արվել է, դրա համար կներեք հələ որ պետական պարտքով ենք արել այդ բոլոր մեր պետական, մեր բոլորի, մեր զինվորականների, հայրենիքի պաշտպանների, դղյակների կառուցումը։ Ոչինչ, պարոն Եղոյան, իրանք կփակեն այդ պարտքը, ոչինչ, իրանցից կվերցնենք, կփակենք այդ պարտքը։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, պարոն Պապիկյան, համեցեք։ Լռություն դահլիճում։ Պարոն Խաչատրյան, դահլիճում լռություն։ Նախազգուշացում պարոն Խաչատրյանին։ Չէ, դե ես կորոշեմ, էլի երևի այս դեպքում։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես հասկանում եմ, որ ընդդիմության գործը քննադատելն է, բայց սիրելի ընդդիմություն, երբ խոսում եք հավասարությունից, այո, բանակում շատ կարևոր է օրենքի առաջ բոլորի հավասար լինելը, բայց բանակում շատ կարևոր է, որ մարդիկ իրենց աշխատանքի, իրենց պատրաստության մակարդակին համապատասխան բավարարում ստանան, գումար ստանան։ Մենք չենք կարող ոչինչ չանող, պարզապես համազգեստ հագնող մարդուն ու պատրաստականության բարձր աստիճան ունեցող զինվորականին հավասար կերպով նայել։
Բայց ինչպես ընդգծենք, որ մեր քաղաքականությունը եւ մեր իդեալը լավ զինվորականն է։ Հիմա հարց է բարձրացվում թիկունքային աշխատողը ինչի է ավելի պակաս ստանում կամ քան հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանման զինվորները։ Ռիսկայնությունը, պարոն Մանուկյան։ Կյանքի հետ կապված ռիսկերով պայմանավորված։ Ֆիզիկական պատրաստվածության մակարդակով պայմանավորված։ Համակարգերը, մեխանիզմները այսօր հավասարապես ստեղծված են բոլորի համար։ Բոլորի համար։ Ու չի կարող լինել այսօր բանակում մեկը, ով ասի ես ունեմ բարձր պատրաստվածություն, բայց այսօր ես չեմ գնահատվում, ես չեմ վարձատրվում։ Չկա նման բան պարզապես։ Ձեր սիրած թեման, իդեպ մեր վերջին հրապարակումից հետո, քանի որ դուք շարունակելու եք խոսել մինչև մենք ամբողջությամբ եւ հագուստը կփոխենք եւ ձեր սիրելի բատինկաները, բայց ես ձեզ կարող եմ ցույց տալ նատոական բանակում նույն կոշիկները, տարբեր տեսակի կոշիկները, գունային տարբեր երանգներ են ունենում, բայց մեր նոր համակարգով բոլորը միանման են լինելու, միագույն են լինելու, եւ հուսամ դուք դա տեսել եք, եւ առաջիկայում առիթ կունենանք նաեւ ավելի հանգամանալից եւ ավելի հիմնավոր դա ձեզ ցույց տալու եւ մեր հանրության դատին հանձնելու։ Եթե ժամանակ ունենք եւս մի րոպե ձեր թույլտվությամբ, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ մենք ճիշտ ընկալենք ինչ է իրենից ներկայացնում Պաշտպան հայրենյաց ծրագիրը եւ ըստ էության համակարգը։ Սա դառնում է մեր բանակի համար լրջագույն հենարան, եւ սա մի ուրույն միավոր է, մի ուրույն փաղանգ է, որը դառնալու է մեր բանակի հենասյունը ու դառնալու է մեր բանակի պայմանագրային համալրման ամենակարևոր խողովակը։ Սա խողովակ է, որը կապում է պարտադիր ժամկետային զինծառայությունը պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության հետ։ Եվ քանի որ մեր տեսլականն է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, բայց միևնույն ժամանակ չհրաժարվել ժամկետային ծառայությունից, մենք կարողանում ենք ստեղծել միմյանց փող լրացնող այս կարևոր համակարգը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Պապիկյան, պարոն Քոչարյան, եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք։ Մտածեք ստեղ ենք, եթե դուք որոշեք։ Ինչ որոշվեց, համեցեք։ Հարգելի գործընկերներ, մի փոքր դրվագի համար բարձրացան, պարոն Աբրամյան, նորից խնդրում եմ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ներկա լինեք հանձնաժողովի նիստին, դուք մեկ-մեկ հիշում եք գալիս եք, եւ մենք այդ ձեր մտահոգությունները այնտեղ քննարկման առարկա կդարձնենք եւ շատ հնարավոր է պաշտպանական գերատեսչությունը դեր առաջարկներին այնուամենայնիվ արձագանք ունենա։ Իսկ մնացածը շորերի կերպարանափոխման, մյուս ծրագրերի հետ կապված նախարարը իհարկե ներկայացրեց եւ շնորհակալության փոխարեն պարզապես մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մասնակցություն ունենա այն բոլոր ծրագրերին, որը ոչ միայն դրված է կառավարության ծրագրում, այլ մեծամասամբ դրանք դարձել են իրականություն։ Շորերն էլ կփոխվեն եւ փոխվում են, սպառազինությունը, որը չունեինք, ունենք, առաջնագիծը, որը բանկաբուտուլ կեգեին այսօր լրիվ այլ բովանդակությունն են, ասածս հետեւյալն է։ Այս են հարցերն են, որտեղ մեր ու ձերը չկա։ Սրա համար պետք է ունենալ ակտիվ մասնակցություն, սկսած զորակոչային տարիքի մեր երեխաներին բանակին տրամադրելուց, իսկ բանակի գրավությունը եւ դրա շարունակականությունը նման օրինագծերով են ապահովելու, ուստի պարոն նախարար, նման օրինագծերը պետք է շարունակական դարձնեն մեր նպատակները, որը որ տանելու է դեպի պրոֆեսիոնալ եւ ամուր բանակ ունենալու հնարավորություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Քոչարյան, հարգելի գործընկերներ։